Պարոն Քոչարյան, ինչ որ ուսին ուժից սկսվել է ամբողջական ներդրումով ընթացքի զարգացումը, հեղափոխություն հասկացողությունը ինչա այդ ժամանակը իսկական իրականը, մեր ժամանակն ցույց տվեց կառավարման տարիների փորձով ամբողջով ու այս ընթացքը տարբեր կառավարությունները ոնց կառավարեցին, հիմա եկել հասել ենք մի հարցի, որը ժողովրդի մեջ շատ է ներդրում Մեղրու Ղարաբաղի հետ փոխանակման հարցը, այսինքն այն միտից, որը մեր համար սրբություն է, ու այս իրավիճակում չունենք քաղաքական ընդհանրապես ոչ մի թեմա, որովհետև դա ճմակության ու արդարության ֆոնի վրա է։ Մեր եկեղեցին էլ մեր սրբությունը, մեր հոգեբանն, որի վրա արվում ենք թափած մեր եկեղեցին էլ սրբությունը։ Քաղաքական ոչ մի նկատառում չունենք, մենք մեր արդար պահանջն ունենք այդ մաքրության ֆոնի վրա։ Ուզում եմ այդ մասին շատ խոսենք, որ գիտեմ, որ անդրադարձել ենք, բայց այն թեման, որը մնում է Մեղրը ինչ է։ Այ դասում են Մեղրը ազնը մի գալի։ Իրանք շատ են ասել, որ պատրաստում են գրիգը հանձնել, իրանցը պարզ իրանցը մեկից մեկ բոլորս ենք հասկանում, իրանց թեման քննարկելու համար էլ չի սենց ասեմ։ Ինձ պետք է, որ դու դրա մասին, ես գիտեմ անդրադարձել եք, բայց անդրադառնանք հիմա էլ, մենք էլ լսենք Մեղրու հարցով ու առհասարակ գաղափարական ենքը, որ կա դաշնակցության կուսակցության մեջ, որի և դաշին մեջ ենք իրար են և դաշնակցական շատ մեծ ենքա, որի վրա մենք պետությունը պիտի սպասարկի այդ շահերը, մեր ազգային շահերը։ Ուզենամ ձեզանից լսել այդ Մեղրու, հենց իմն այդ հարցի, որովհետև դա է, ես իմ մատնանշած հարցին, սենց ասած պիրախային մասը։ Շունենք Ղարաբաղ, բայց Փարիզ Միջանց, ստեղծան ասում ճանապարհ, բայց Ադրբեջանը եւ այդ Միջանցքի կառավարումը անում Հայաստանը հայաբան այն ժամանակ, երբ որ մենք այդ իվեսի պայմանագիր ոչ մի ամենը ճանապարհի իրավունքին տալիս, դիմացը Ղարաբաղի անկախությունը Ադրբեջանը ճանաչում ոչ թե անկախությունը, ճանաչում էր Ղարաբաղը Հայաստանի մաս, Լաչինի Միջանցք։ Պատկերացրեք ինչ վիճակ է եղել եւ ուր են հասել։ Այդ ճանապարհը ոչ թե միայն ճանապարհ է, այլ այդ ճանապարհը մեր ինքը գոյություն չունի։ Հիմա այս պատկերը սա է։ Էստակադա ճանապարհը էստակադա թունելները ման է, ինչ ասել։ Հիմա ճանապարհն էլ է ուրիշի տվել։ Դրանից օգուտ կլիներ։ Ինչ է։ Իրար երկու աղբեր Թուրքիայից կգնան, գնային իրար կարոտը կառնին եւ իրենց օգուտերին են։ Ու ման է արվում։ Ֆրանսիական կառավարությունը մարզումից ման է ճանապարհը միանալով Թուրքիայից կառուցվող ճանապարհի հարցն եւ ամենը Հայաստանը ստանալով 43 կիլոմետր տրանզիտ գումարի 24 Իդեպ այդ ճանապարհը սա նշանակում է, որ մյուս ճանապարհը Ջևանով որ պետք է գնա Դոզի ասում չգիտեմ ոնց է։ Ստեղծան դա երբեք չի աշխատելու, որովհետև դրակարիք է։ Հայաստանի համար ձեռնտու է, որ այդ տրանզիտ պետք է լինի, տրանզիտը լինի Ջևան, շատ ավելի մեծ երկարության, ավելի երկար ենթադրվում է Հայաստանի ճանապարհով։ Մասը ասում ես ոնց է այն տեսի ասել այս կերպը Հասնելուն համաձայն եմ, բայց մի բան ձեզ հասնես, եթե ստացվեր ձեր
այդ պլանը, ասես առաջ քաշած պլան, մենք հետագա մեր նպատակների կամ երազանքից նպատակ դառնանք Նախիջևանի հարցով, մենք արդեն ունենայինք մեր պահանջը, մեր ձայնը բարձրացնեինք հետագայում Արևմտյան Հայաստանի։ Թե կդառնար արդեն տարածաշրջանը բաց, հետ շփվող հարաբերվող։ Դա այդ երազանքը մի քիչ շատ դաշնակցական երազանք է։ Շատ դաշնակցական երազանք է։ Պրակտիկորեն մենք կամրագրեինք Ղարաբաղը Հայաստանի միացնելու սա ամրագրել։ Ստեղծան այս փուլում ես համարում եմ, որ սա կլներ պայման տարբերակ, բայց հնարավորության պայման տարբերակ։ Այդ ամեն մի պատմական ժամանակաշրջանը ինչ-որ ազգերի շանս է տալիս։ Օրինակ սովետական միության փլուզումը Ղարաբաղի շանս է տալիս իրականորեն։ Սովետական միությունը չփլուզվեն, բանը չէ, բանը ուշադրություն։ Բայց նման կարգի իրադարձությունները միշտ պատմական պահ են։ Այդ պատմական պահը կար և մենք այն պատմական պահը հայրում ձևով օգտագործեցինք։ Հետո եկավ մեր Հայաստան, որը Հայաստանի ինչ միսկեցին։ Բայց ինձ հասկացավ, թե պատմական պահերը միշտ ճակատագրական են լինում, նաև միջահարույց, բար, լճորներ ունեցող հարցերի։ 88-ի ուղին, որով որ գնում էինք, ես պետք է մի հատ ստոպ տայինք, ֆիքսեինք հետի, հետո նոր գնայինք։ Այո, մենք ֆիքսում էինք, ամեն ինչը ֆիքսելու գնում էինք։ Ոնտեղ Շահումյանի շրջանավաշտային Ես ուզում եմ մեկ ռեալ անմեջկան։ Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ունի հնարավորություն կա իրենցի տարբերակով միանում Հայաստանին, բայց նրանից հետո մադրիդյան սկզբունքներով հանրաքվեով ինքը անկապանալ։ Եվս մի 10-15 տարի հիմարություններ չարվեր, ես չեմ կասկածել, որ կլներ հանրաքվեով և հանրաքվեով հանգես։ Անկախ Ղարաբաղ, արդեն ինքը որոշում կացնել Հայաստանի կարևորը որ միջազգայինորեն մենք ֆիքսեինք այդ այնքան և կհամարեինք, որ այս պատմական ժամանակահատվածում մենք պլյուս կունենանք։ Հիմա եղավ ինչ է Դաշնակցությունը իր երազանքի ճանապարհին անգամ գիտեմ մի հոգին գիտեմ պատրաստ իրական տալու ընդամենը թեմա որ շոշափի դիայում այդատի հարցը այդպես է երազանքի դաշնակցությունը արդեն ցույց է որ անկախ նրանից իրենց ողջ առօրքի կնեն թե մենակ գտնի իր հարցը բարձրացնելու է ամենը շատ կուզենամ որ այդ երազանքները ձեր մտածած քաղաքական ասպարեզում կամ պետական կամ միջազգային ասպարեզում ենք լինի ու դրանից մղվի մնացած քաղաքական ոչ թե քաղաքականությունից գա որ մենք ստիպենք ժողովրդին որ դու էլի կռվի այլ կռվող մարդուց դարձնենք մարդ երբ է մարդ ամաս երբ է Սովետական միությունը դրվում է, ես նպատակադրված այս պատմական շանս ունենալու համար այդ պատմական շանս օգտագործելը կարողությունը ունենաս կամ պատրաստ Net payına kim oldu? Az bir ազգին ժողովրդի հարցն ամեն ինչ գտնի այս քաղաքական թեմայից սիսայինը իր անգամ տաններ դեր չի
պետք է ավելի միջուկի իման վրա կարանք շնորհացին հավաքել։ Մեկ ազգս, ասենց ասած, տեսակի շվարի, բայց պետական համակարգ ազգի գաղափարներ, հայդատի թեմաներ ինքը դառնա առանցքային համակարգ, հիմա մեր բախտը չի բերե այս մարդը, վատ մարդը, իրա շնորհիվ այսքան բան է ծխում, իսկ բախտերս բերելա ազգին Սարգսյան իրա ժամանակ, բախտերս բերելա, որ այդ մարդն է եղել, այդ մարդը մեծ հաջողություններ բերել։ Ես ուզում եմ, որ համակարգ դառնա, որ անկախ նրանից ես կգամ, պարոն Քոչարյան, մյուսը կգա, հայդատի հարցը միշտ կմնա ու այս պետությունը կաշխատի դրա խնդիրները լուծել, ոչ թե կգա կախված կլինենք մի մարդու կամային սկզբունքներից, մի մարդու Եթե անգամ ունիսի 7-ներ, չէ, ամոզելը չէ, եթե անգամ ունիսի 7-ներ չլինի, սուստենես բան չի կրում, ես նարդու անդրդ մենք վերաբերվում ունենք, մենք էլ մեր տեսակ ունենք։ Այս խոսակցությունը մեր հետագայի համարում